Պարոն վարչապետ, հարցս կրկին սոցիալական ոլորտից է, առողջության պարտադիր ապահովությունը կարծես թե ինչ-որ դժվար է ներդրվում, կներկայացնեք արտախնդիրների մասին։ Դժվար։ Այո, որ սպասում եք, այդ լավ է։ Որ հիմա ձեր սպասումները 2026 թվականին կարդարանան, որովհետև արդեն բյուջեով ընդունված է, իսկ խնդիրները, գիտեք, ես ձեզ խնդիրները մի բան ասեմ, նախապես։ Այդ համակարգի ներդրումը չի լինելու այնպիսի բան, որ մենք հունվարի 1-ից կամ ներդրման հաջորդ օրվանից ունենալու ենք կատարյալ մի իրավիճակ։ Ցանկացած համակարգ ներդնելիս ինքը ես էլի ուզում եմ ասեմ, ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր խնդրին։ Չկա տենց դեպք, որ բարեփոխումը իր խնդրին չհանդիպի։ Գիտեք ինչ, ես հիմա ասոցիատիվ մտածողությամբ մտածում եմ, որ բարեփոխումը ծնվում է համատելով երեխայի ծննդյան հետ, ծնվում այն պահին, երբ որ հանդիպում է իր խնդրին։ Երեխան կյանք է ստանում, երբ որ սկսում է ինքնուրույն շնչել, չէ՞, սկսում է ինչ առաջինը լացում է, չէ՞։ Բարեփոխումն էլ է այդպիսի բան։ Ինքը լինելու է խնդիրներով։ Ինքն են չի լինելու, որ կատարյալ, իհարկե այլ բան, որ մենք հիմա աշխատում ենք եւ առողջապահության նախարարն է շատ ակտիվ հաղորդակցության մեջ է։ Ես հիմա մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետեւ ճիշտ կլինի, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ներկայացնեն։ Ես իհարկե տիրապետում եմ ընդհանուր թեմային, բայց կարող են լինել մանրամասներ, որ ես ճիշտ չնկարագրեմ։ Բայց ամենակարևոր բանը, տեսեք, մենք փոխեցինք համակարգի անունը, ի սկզբանե պլանավորված էր, որ այն կոչվի տենց էր առողջապահության համապարփակ ապահովագրություն, եւ մենք հասկացանք, որ ուղերձը սխալ է տալիս, դա առողջապահության համապարփակ ապահովագրություն չէ, որովհետեւ բոլոր առողջապահական ծառայությունները չի մատուցում եւ ընդ որում, որպեսզի հիասթափություն չլինի կամ լինելիս մեջ չլինի, աշխարհում չկա պետական առողջապահական մի համակարգ, որը ծածկում է բացարձակապես ներառում է բոլոր առողջապահական ծառայությունները։ Հիմա մեր հաշվարկով նախնական մեր համակարգը ներառելու է առողջապահական երկրում գոյություն ունեցող ծառայությունների մոտավորապես 30%-ը, բայց այդ 30%-ը ծառայությունների ամենահաճախ օգտագործվող ծառայությունների 30%-ն են։ Այսինքն պատկերացնենք ոչ թե ծավալով, այլ դեպքերով։ Մենք ունենք 100 տող պայմանական հիվանդություն, մենք 100 տողի մեջ այս փուլում ներառելու ենք մոտավորապես, ես էլի եմ ասում, ես փորձագիտական մակարդակով չի իմ իմացությունը, գուցե մի քիչ շեղումներ ունեմ իմ թվերի մեջ։ Ունենք 100 տող հիվանդություն, մենք ներառելու ենք 30 տող հիվանդությունները, բայց այս 30 տող հիվանդությունները ամենահաճախ քաղաքացիների կողմից, այսինքն ամենահաճախ պատահող հիվանդություններն են, այսինքն 70 տողերում լինելու են դեպքեր, երբ որ սոցիալական ցանցերում մենք տեսնելու ենք, ասելու են, կառավարությունը հայտարարեց, որ առողջության համընդհանուր, որովհետև բոլորը պետք է ապահովագրվեն, համակարգ է ներդրում, այ բայց մենք գնացինք, մեզ ասում են, որ պետք է վճարեք։ Այդպիսի դեպքեր լինելու են, բայց այն շատ մեծ տեսակարար քշիռը ամբողջությամբ քաղաքացին այլևս ծախս չի անելու, բացի առողջության ապահովագրության համար վճարումներից։ Ընդ որում գիտեք, որ մենք այստեղ էլ նաև այդ թվում հաստատված խաղաղության արդյունքում մենք նաև հնարավոր ենք համարել, որ մենք զինծառայողների ապահովության հիմնադրամի քաղաքացիների կատարվող վճարների, պարտադիր վճարների մի մասը նվազեցնենք եւ քաղաքացիների այն գումարը, որ իրենք հիմա վճարում են զինծառայողների ապահովության հիմնադրամին, այդ գումարները կուղենք, մի մասը կուղենք առողջապահության ապահովագրությանը։ Ու աշխատավարձի չափից կախված գիտեք, որ տարբեր չափերի վճարումներ են արվում, հետեւաբար իսկ մնացած մասը ինչ որ մեկ այլ հատված այս տարի կառավարությունը կվճարի բոլորի համար եւ ամբողջը։ Մյուս տարվանից արդեն
արդեն այդ նվազեցվող հատվածը զինծառայողների ապահովության հիմնադրամի կոմպենսացնի քաղաքացիների ծախսը եւ իհարկե նաեւ համընդհանուր հայտարարագրումից ստացվող սոցիալական կրեդիտներ կլինեն առողջապահության համար նախատեսված, որոնք քաղաքացիները կարող են ուղղել, բայց ելի այս դեպքում էլ չի լինի, որ ամբողջ ծախսը փակվեց, որովհետև կլինեն դեպքեր կախված աշխատավարձի չափից, որ ամսական 2000 դրամ, 3000, 4 կամ 5000 դրամ, կամ չգիտեմ, գուցե դեպքերը կլինեն տարբեր, պետք կլինի լրացուցիչ վճարել։